Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը։ Եվ այսօր մեր հյուրն է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հանրապետական կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Մենք ձեզ հետ հարցազրույցը պայմանավորվել էինք օրեր առաջ, երբ դեռ հնարավորինս համեմատաբար կամ խաղաղ էր տարածաշրջանում եւ Ամերիկան ու Իսրայելը չէին հարձակվել մեր հարևան Իրանի վրա, այնուամենայնիվ պատերազմ է այնտեղ կարելի ասել եւ այն գնալու խորանալու միտում ունի։ Ինչ կանխատեսում ունեք որպես քաղաքական գործիչ պատգամավոր եւ ինչ ազդեցություն կարող է այն ունենալ ձեզ Հայաստանի վրա։ Ձեր թույլտվությամբ ես կանխատեսումներ չեմ անի շատ պարզ պատճառով, այն ինձ համար մասնագիտական ոլորտ չէ եւ ես համոզված եմ, որ երկու կատեգորիայի մարդիկ պիտի Հայաստանում այդ թեմայով խոսեն։ Առաջին հերթին փորձագիտական հանրույթը եւ երկրորդը երկրի իշխանությունը, որը ցավոք սրտի այս պահի դրությամբ որևէ ոչ հստակ դիրքորոշում, ոչ կոնկրետություն, պերաշկի ուտելով եւ չգիտես ինչով են զբաղված, ավելի ճիշտ գիտեմ ինչով են զբաղված, Հայաստանի քաղաքացիներին հերթական անգամ խաբելու եւ մոլորեցնելու տրամաբանության մեջ փորձում են իրենց լայվերով շեղել իրականությունը։ Ինձ ավելի շատ հետաքրքիր էր այն հանգամանքը, թե ինչ դիրքորոշում ուներ Արցախը, երբ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում էր եւ Արցախի հանրապետությունում Ալիևը, ագրեսոր Ալիևը եւ պատերազմական հանցագործ Ալիևը ուղղակի ցեղասպանական գործողություններ էր սանձազերծել։ Ինձ առավել հետաքրքիր է ունենալ այն հարցի պատասխանը, թե ինչպես օրինակ Նիկոլը, որը փաստացի գոնե թե ձևական իմաստով կրում էր երկրի իշխանության պարտականությունները եւ լիազորությունները միևնույն ժամանակ, կարողացավ այդ օրերին հայտարարել, որ ալիբի տալ Ալիևին ըստ էության, ասելով, որ ոչինչ էլ այնտեղ չի կատարվում։ Ես կարծում եմ մեր ներքին կյանքը չդասավորած, մեր ներքին կյանքում շատ պատասխաններ չունեցող հասարակության համար շռայլություն է հիմա քննարկել, թե ինչ է կատարվում շուրջը կամ առավել եւս գլոբալ աշխարհում։ Մեզ շատ են փորձում համոզել, դե տեսնում եք, ամեն տեղ էլ խառնաշփոթ է, ինչ պետք է աներ Նիկոլը։ Ինչ կարող եք ասել, երբ է աշխարհում հանգիստ եղել։ 2014-ին էր հանգիստ, 2012-ին էր հանգիստ, իհարկե ոչ։ Այսպես ինչ է ամեն։ Ես չեմ կարծում, որ ռուս վրացական սրացումների ժամանակ Հայաստանի համար ավելի հեշտ իրավիճակ էր, քան հիմա։ Ես կարծում եմ մեզ վրա դրանց անդրադարձման տարբերությունը մեծապես կախված է այն մարդկանցից, ովքեր երկիրը ղեկավարում են։ Շատ լավ, գալով մեր ներքին քաղաքական զարգացումներին, հայրենի կուսակցությունը պատիվ ունեմ կուսակցության դաշինքի անդամներից մեկը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին։ Կարելի է ասել, որ նրան հետևելու է նաև Հանրապետական կուսակցությունը, դեռ դուք որոշում չեք կայացրել մասնակցելու եք թե չէ, բայց ձեր դաշինքի, որտեղ ընդամենը երկու կուսակցությունների անդամներից մեկը եթե հայտարարվում է, որ չի մասնակցում, ամեն դեպքում դա մտածելու տեղիք է տալիս, որ երկրորդն էլ չի մասնակցելու, ոնց որ թե հակումը չմասնակցելն է Հանրապետականի։ Ես ճիշտ ասած չեմ ուզենա այդ հարցին պատասխանել, որովհետև ինձ պես այլ գործադիր մարմնի անդամներ կան, ովքեր ունեն իրենց կարծիքը, մեզ մոտ քննարկումներ է եւ չեմ կարծում, որ իրավունք պիտի վերապահեմ ինձ խոսել այդ քննարկումների մասին։ Մենք հայտարարել ենք, նաեւ մեր կուսակցության ղեկավարը երրորդ նախագահը հայտարարել է, որ որոշում չունենք այդ հարցի վերաբերյալ եւ որոշումը իհարկե կհրապարակայնացվի։ Ինչ վերաբերվում է մեր գործընկերներին հայրենիք կուսակցությունից, նախ պարոն Վանեցյանի դուրս գալով եւ մանդատը վայր դնելով նաեւ հայտարարություններ հետևել, որ այլևս փաստացի եւ դե յուրե այդ դաշինքը գոյություն չունի եւ հայրենիք կուսակցության ներկայացուցիչներն էլ նաեւ այլևս մասնակցություն չունեն ոչ ֆրակցիայի եւ ոչ էլ այլ դաշինքի ձևաչափով իրականացվող աշխատանքներին։ Միայն կարող եմ իմ որպես քաղաքացու գոհունակությունը հայտնել այն անկեղծ տեքստի մասով, որը կարդացել եմ հայրենիք կուսակցության կողմից հրապարակված, մասնավորապես միայն մեկ նպատակի ամրապնդում դա Նիկոլին հեռացնելու եւ ոչ թե X քանակի մանդատ ունենալու մասին է այս խնդիրը էս պայքարը, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկին հաճելի է լինել ուղղակի ընդդիմադիր այն պայմաններում, երբ որ դու գիտես, որ քո երկիրը ղեկավարում է դավաճանը, որը կարող է ցանկացած կերպ հիմնավորել, թե ինչի օրինակ Սև լճի 30%-ը չի պաշտպանելու, կարող է ցանկացած ձև հիմնավորել, որ այն սարի վրա ձյուն է, ինչի մենք պիտի պայքարենք, ցանկացած կերպ կարող է հիմնավորել, որ Տավուշից, Սյունիքից եւ Վայոց ձորից հատվածներ հանձնելը մեր հայրենիքից, դա գիտեք ինչ, մերն էլ չի եղել, մեր զինվորը
չգիտես ուր է կանգնել եւ ինչի համար է այդքան ժամանակ այդտեղ կանգնել։ Մեկը որ կարող է ազգային ժողովի ամբիոնից գալ ու հայտարարել, որ Գորիս-Կապան ճանապարհը իր բանավոր համաձայնությամբ եւ բանավոր հրահանգներով է հանձնվել։ Ես կարծում եմ, այս քաոսի մեջ շռայլություն է մտածել, թե ընտրությունների արդյունքներում դու որտեղ ես հայտնվելու, անցնելու ես թե չէ։ Ինձ համար ցանկացած process հիմա տեղի ունեցող պիտի մի բանի մասին լինի՝ Նիկոլին հեռացնելու։ Տեսեք, իշխանություններին հեռացնելու ամենադասական, ամենաճիշտ, ամենալեգիտիմ ճանապարհներից մեկը ընտրություններն է, որին պետք է մասնակցել եւ այդ ձեր գործընկեր ընդդիմադիր կամ միգուցե մրցակից ոչ գործընկեր ընդդիմադիր մյուս ուժերը դիրքավորվում են, արդեն ամիսներ առաջ սկսել են իրենց քարոզարշավը, դուք չեք սկսել, ինչպես եք հեռացնելու, եթե ոչ ընտրությունները։ Դա այն պայմաններում է, երբ որ երկրում կա լեգիտիմ իշխանություն։ Մենք գործ ունենք Նիկոլի հետ, ով օրինակ 2018 թվականին 19 թվականին տվեց հրաժարական, 18-ին ներողություն տվեց հրաժարական եւ իր համար հորինեց վարչապետի ԺՊ պաշտոնը, որը սահմանադրությամբ նախատեսված չէ։ Ինքը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից ու հետո շարունակեց մնալ այդ վարչապետի աթոռին, կազմակերպեց իբր թե իր տրամաբանությամբ ընտրություններ են, սև լենտերով, հիշում եք, քայլում էր քարոզարշավի ժամանակ եւ ասում էր ես հանրապետականին թաղել եմ։ Այ մենք այս մարդու մասին ենք խոսում։ Հետո պատերազմից հետո տվեց հրաժարական, էլի նույն սխեմայով սահմանադրությամբ չնախատեսված ներողություն, սահմանադրությամբ չնախատեսված, ես կգամ դրան միանշանակ։ Խոսքը սահմանադրությամբ նախաբանը սկսել Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո նոր հարցերի մեր իրականության առանցքն է դա եւ ամեն ինչ գալիս է 2018 թվականի իշխանազավթումից։ Եթե Հայաստանում չլիներ այդ վիճակը, ուրեմն չէր լինի այսօրվա իրականությունը։ Այսօր կլներ 42000 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստան։ Երբ որ մենք փորձում ենք, նույնիսկ շատ իմ ընդդիմադիր գործընկերներ փորձում են այսօրվա մեջ փնտրել եւ այսօրվանից սկսած փնտրել լուծումները, թողնելով այն սկզբնաղբյուրը, թե ինչից է այս ամեն ինչը սկսվել։ Այս ամեն ինչը սկսվել է կենթանի մարդկանց դագաղները պարացնելով։ Մենք չենք կարող դա մոռանալ։ Այս ամեն ինչը սկսվել է, շարունակեմ միտքս, 2021 թվականին հրաժարական տալով մարդը վարչապետի ԺՊ-ի ամնում։ Այսինքն սահմանադրությունը բազմաթիվ անգամներ խախտածին դուք ասում եք պիտի հեռացնեք իր կազմակերպած ընտրությունների մասնակցելով։ Մարդը հիմիկվանից ընտրությունները կեղծում է արդեն քաղաքական բանտարկյալներով, իր ընտրակաշառքներով, գնացել երեք էլ գնացել ասել է ամեն տարի թոշակը բարձրացնելու ենք։ Այն ժամանակ, երբ որ իրեն հպատակեցված իրավապահ համակարգը ամեն նախադասությունը հիմա բոլոր քաղաքական գործիչների եւ կուսակցությունների որսում է նոր քրեական գործ սարքելու համար, բայց իր նորմալ է, ինքը կարող է դա խոստանալ, իրենց հիմնադրամները կարող են չգիտես ինչով զբաղվել, բայց իհարկե իրենց նկատմամբ որևէ գործունեություն չկա։ Ներողություն հարցից խուսափել որ չստացվի մասնակցության մասով։ Ամեն դեպքում հարցին ել։ Այո, մասնակցության մասով մեր մասնակցել չմասնակցելը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի որոշելու հարցն է, բայց գործադիր մարմնի որոշում ինչպես նախորդող բոլոր որոշումների հիմքում ընկած է լինելու մի բան՝ Նիկոլին հեռացնելու հավանականությունը եւ առավել տեսանելի ճանապարհը։ Մենք կարծում ենք, որ 3 ամիս ժամանակ ունենք դեռ օրինակ անվստահության գործընթացով իրեն հեռացնելու համար, որը էլի սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված գործընթաց է։ Դուք անցած տարի ամիսներ առաջ 6-7 ես արդեն մոռացել եմ ստույգ ամիսը թե երբ սկսեցիք իմպիչմենտի գործընթացը եւ դեռևս մինչեւ հիմա երբեմն լրագրողներն են հիշեցնում ձեզ այդ մասին, դա ես իհարկե չշտապեմ ասել, բայց կարելի ասել արդեն ձախողված է, գնահատական չեմ ուզում տամ, բայց մինչև այս պահը որևէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, դեռևս ԱԺ օրակարգ մտցնելու համար բավարար падգամավորների քանակ էլ չի, ստորագրություն էլ չի հավաքվել, դուք նորից դրա մասին եք խոսում։ Մեզ լրագրողները չեն դրա մասին հիշեցնում, այլ բան է, որ լրագրողները պարբերաբար դրա մասին հիշում են եւ հարցեր են բարձրացնում։ Մենք դրա վերաբերյալ աշխատում ենք եւ շատ անկեղծ ենք ասել, մենք այն չենք տանելու ազգային ժողովի օրակարգ եւ ընդհանրապես ձախողման արդյունք արձանագրենք, ասենք տեսեք, մենք մեզնից հասնում էր մեր ստորագրությունները, մենք տվել ենք։ Բազմիցս հայտարարել ենք, որ միայն անհրաժեշտ ստորագրությունների քանակը ունենալու դեպքում է այն մուտք արվելու ազգային ժողով։ Ես պատրաստ եմ մինչեւ վերջի վայրկյանը դրա համար աշխատել, որտեվ վստահ եմ, որ Նիկոլը ոչ արդար, ոչ ազնիվ ընտրություններ չի կազմակերպելու եւ եթե 2 տարի առաջ իրեն ոչինչ չարժեր հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների շրջանում ռումբեր նետել, ընդ որում մինչեւ հիմա պատասխան չկա թե այդ ինչ կիրառված հատուկ միջոցներ էին, այդ քրեական գործը տեղում դոփում է, միայն Սրբազանին են տարել, Բագրատ Սրբազանին են տարել եւ շինծու մեղադրանքով ուղղակի
պահում են 8 ամսից ավել կարանտինի տակ։ Ընդամենը 3 ամիս մնաց։ Այդ 3 ամսվա ընթացքում ձեզ մի քանի ստորագրություններ պետք, որը ակնկալիք ունեիք, որ իշխող կուսակցության падգամավորներից կստանայիք, բայց դա չստացեց։ Դուք նաև ակնկալում եք, որ ձեր հետ միասին այդ ուղղությամբ կաշխատի նաև ձեր գործընկեր Հայաստան խմբակցության падգամավորները։ Չստացվեց դա, այդ առաջին փուլը դեռևս չեք անցել։ Ինչու Մարգարիտա Եսայանը ձեր կուսակիցներից մեկը հայտարարում էր, որ ինքը գիտի 7 падգամավորների, որոնք պատրաստ են ստորագրել այդ թղթի տակ 7 ԿՊԱ-ական падգամավորների։ Ինչ եղան նրանք։ Ինչու չստորագրեցին։ Նախ սկսենք նրանից, թե ինչու ընդդիմադիր մյուս խմբակցությունը ակտիվ չի լծվել, կարծում եմ այդ հարցը ինձ չի ուղղված, իրենց ընտրությունն է, իրենք համարում են, որ բանակցել ենք 4 ամիս պահանջվել է միայն իրենց ստորագրությունները ստանալու համար, կարծում եմ իրենց պիտի հարցը ուղղվի, թե այդ ինչի սկսվեց մի այդպիսի անհասկանալի ալիք Նիկոլին անվստահություն հայտնելու հետ կապված, որովհետև օրինակ մենք վերջին որն է 21 թվականից սկսած մինչ այս պահը չի եղել մեկ ընդդիմադիր նախաձեռնություն ազգային ժողովում, որ ես բազմիցս դրա մասին խոսել եմ եւ ապացույցներն էլ շատ են, որ ուղղակի տեխնիկական ժամանակահատված չպահանջվի մեր ստորագրությունները դնելու համար, այսինքն չի եղել մի ընդդիմադիր նախաձեռնություն այդ ազգային ժողովում, որը 4 ամիս պահանջվի, ասենք պատիվ ունեմ խմբակցության որևէ մեկի կամ թեկուզին ստորագրությունը ստանալու համար։ Տեխնիկական ժամանակահատված իրենց խմբակցությունից մեր խմբակցություն այդ թուղթը իջեցնելու տրամաբանության մեջ։ Ինչի հիմա փոխվեց այդ տրամաբանությունը, ինչի Նիկոլին հեռացնելու պայքարի այս ձևը, որը առաջարկել էինք մենք իրենց մոտ այդպիսի հակազդեցություն առաջացրեց, կարծում ավելի ճիշտ կլինի իրենց առաջնորդին, այսինքն Ռոբերտ Քոչարյանին եւ խմբակցությանը դիմել։ Ռոբերտ Քոչարյանը իր վարքագծով ցույց է տալիս, որ ինքը երկու տարբերակ կա, այդ ընտրությունը թողնում եմ իրեն, կամ ինքը վախենում է Նիկոլի դեմ պայքարել, որովհետեւ Նիկոլը ընդունակ է ամեն ինչի, կամ ինքը ցանկություն չունի։ Երրորդ տարբերակ հնարավոր չէ։ Միջայլոց երկրորդ տարբերակի դեպքում նրանք նաև ձեզ են մեղադրում։ Գրեթե նույն պատճառաբանությամբ, իշխանության բերելու նման փոխադարձ մեղադրանքներ կան ովքեր Նիկոլի մոտ մարզպետ, նախարար, падգամավոր են աշխատել։ Ես միշտ մտածում եմ, էլի փորձում հասկանալ, օրինակ 2018 թվականի իշխանությունը ինչ պիտի աներ, որ Նիկոլի հետ այլ ընդդիմադիրները կոալիցիա չկազմեին։ Նիկոլին չառաջադրեին վարչապետի թեկնածու, 2 անգամ մայիսի 1-ին եւ մայիսի 8-ին չընտրեին Նիկոլին վարչապետ, հետո Նիկոլի մոտ մարզպետ չաշխատեին, հետո Նիկոլի մոտ նախարար չաշխատեին։ Ու ամենացավալին էս իրադարձության գիտեք, որն է, որ իրենց կոալիցիոն գործընկերությունը Նիկոլի հետ ավարտվել է ոչ թե իրենց որոշմամբ, այլ Նիկոլի հերթական վայրագությունը անելուց հետո, երբ ինքը շրջափակեց ազգային ժողովի շենքը, այսինքն օրենսդիր մարմնի նկատմամբ ոտնձգություն իրականացրեց եւ դրանից հետո ուղղակի որոշեց, որ փողոցում պիտի վերջ տա այդ կոալիցիոն գործընկերությանը։ Շատ լավ, տեսեք, դուք ասում եք մենք դեռ չենք որոշել, 3 ամիս էլ կա դեռ որոշելու, բայց այդ 3 ամիսը բավականին քիչ է եւ ձեր մրցակից ընդդիմադիր ուժեր արդեն քարոզարշավը վաղուց արել են, նրանք արդեն ինչ որ չափով հայտնի են, ավելի հայտնի են դառնում եւ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նույնպես Հանրապետական կուսակցությունը բավականին ուշ կայացրեց ընտրություններին մասնակցելու որոշումը եւ այն ժամանակ ձեր թիմից էլ անգամ կարծիքներ էին հնչում, որ չհաջողվեց ավելի շատ ձայներ տանել, ընդհանրեն օրենքի ուժով դուք որպես երրորդ ուժ անցաք ազգային ժողով այն պատճառով, որ ուշ սկսեցիք քարոզարշավը եւ ուշ որոշում կայացրեցիք։ Հիմա էլ կարող է կրկնվել, եթե իսկապես որոշեք։ Իհարկե, բայց ամբողջ խնդիրն է, որ մեր գերնպատակը ոչ 2021-ին, ոչ առավել եւս հիմա շատ ձայներ ընդդիմադիր առաջին հարթակում կանգնելը կամ ինչ որ այդ առաջի շարքում տեղ ունենալը չի եղել երբեք։ Մենք 21 թվականին էլ հայտարարել ենք, որ գնում ենք, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը որոշեցին ընտրությունների ճանապարհով գնալ։ Մենք այն ժամանակ էլ հայտարարել ենք, դեռ շատ ճիշտ նշեցիք, մարդիկ ովքեր արդեն քարոզարշավի էին, մենք դեռ օպերայի հրապարակում կամ հանրապետության հրապարակում հավաքների էինք մասնակցում եւ ես ինձ եմ հիշում, երբ ընդդիմադիր շատ քաղաքական միավորների կամ ընդդիմադիր գործիչներ, ովքեր արդեն քաղաքական միավորներ ձևավորելու փնտրտուքի մեջ էին, ես իրենց հարցազրույցներն էի լսում օպերայի հրապարակում կանգնած, երբ վստահ էի, որ բունկերում ինչ որ մի բան ստորագրած, նոյեմբերի 9-ը ստորագրած Նիկոլը չի կարող ուղղակի շարունակել ղեկավարել եւ ես չեմ վախենա նաեւ ասել, որ այո, ընտրությունների գնալը հնարավորություն տվեց Նիկոլին իրագործել այն ծրագրի մյուս ավելի վատ հատվածը, որ պատրաստված էր, այսինքն Արցախը ամբողջությամբ հայաթափելուն։ Հիմա նույն տրամաբանությունն է, մենք ոչ թե մեզ ձայներ հավաքելու մասին ենք խոսում եւ
եւ ձայներ հավաքելու կամ ավելի ինչպես դուք նշեցիք, ավելի հայտնի դառնալու, տեսանելի դառնալու հանրության համար մեր նպատակը այն է, որ Նիկոլը չլինի, որպեսզի Հայաստանում լինի նվազագույն անհրաժեշտը, իսկ դա հայկական իշխանության ձևավորումն է, որտեղ կասկածներ չկան, որ քո արտաքին գործերի նախարարի կենսագրության մեջ ինչ որ չբացահայտված էջ կա, որը տենց օմեգա անվան շուրջ է պտտվում, որովհետեւ դու չկասկածես, որ Թուրքիայի հետ բանակցություններում մեկն է, ով որ կասկածելի հանգամանքներում իր գիտության իրականացման աղբյուրը եւ տարածքը վայրը տեսել է Թուրքիան, որը խուսափում էր երկար ժամանակ դրա մասին խոսելուց։ Դու չմտածես, որ քո երկրի իշխող խմբակցության կազմում կան մարդիկ, ովքեր հայոց պատմության դասագիրքը հարկ են համարում գրել Թուրքիայից եկած ինչ որ անհասկանալի փորձագետների հետ։ Դուք անverջ կարող եք քննադատել Նիկոլ Փաշինյանին ցանկացած հարցով, ինձ հիմա կասկածում եմ, եթե ես ձեզ արդեն զուտ կանացի եւ անձնական հարցեր տամ, դուք էլի նորից սկսելու եք Նիկոլ Փաշինյանի քննադատելով։ Շատ դժվար է նաեւ ձեզ բերելը, բայց այնուամենայնիվ միգուցե հանրապետական կուսակցությունը իշխանության եղած ժամանակ ես հիշում եմ ներքին խոսակցություններ կային, որ սոցհարցումներ ներքին թաքուն ոչ հրապարակման ենթակա իրականացվում էր կուսակցության ռեյտինգի կամ այլ խնդիրների շուրջ։ Հիմա միգուցե նույնպես նման ինչ որ սոցհարցում եք արել եւ այդքան էլ վստահ չեք, որ կարող եք անցողի գիշեմը ապահովել դրա համար։ Խնդիրը ամենևին այդտեղ չէ։ Զրկվել եք ձեր լծակներից, գյուղապետեր, կային այն ժամանակ ասում էին քրեա օլիգարխիկ համակարգեր, որոնք հանրապետական կուսակցությանը ձայներ էին բերում, նրանք հիմա այլևս մեծամասամբ ձեզ հետ չեն։ Դրանք բոլորը քրեա օլիգարխներից սկսած մինչև ձեր ասած համայնքապետեր, քաղաքապետեր, պետական համակարգի աշխատողներ, դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի տիրապետության ներքո են եւ իրենք շատ քիչ ժամանակ պահանջվեց ցույց տալու համար, որ հանրապետական կուսակցության հետ որևէ կապ չունեն եւ պատրաստ են իրենց պաշտոնը, դիրքը, ունեցվածքը պահելու համար։ Գործընկեր կամ հիմա գործընկեր ու մրցակից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այդ համակարգի մի մասը սկսեց նրանց համար ձայնապահել։ Չգիտեմ ում նկատի ունեք այդ համակարգից, ես իմ աչքի առաջ ունեմ այն քրեա օլիգարխներին, որոնց անունները չեմ խորշում անգամ տալ, կարող ենք հատ առ հատ քննարկել, ովքեր ծառայում են Նիկոլի համար, են ձայն բերող աշխատել իրենց ունեցվածքը պահելու համար եւ շատ ափսոս է իհարկե, որ Հայաստանում կան մեծ կապիտալ ունեցող մարդիկ, ում համար միևնույն է, իրենք դավաճանին են ծառայում, թե Արցախը ազատագրող իշխանության կողքին են օրինակ։ Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի նկատի ունեք։ Առաջին նախագահ Արցախ ազատագրել։ Ես նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այսինքն լինել այն մարդկանց կողքին, ովքեր Արցախի ազատագրման եւ Հայաստանի բանակի արդիականացման, բանակի զարգացման, ձևավորման, այսինքն մեր պաշտպանունակությունը եւ մեզ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի առաջ քաշելու ուղակի մասնակիցը եւ ուղակի ստեղծողն են այդ պետականության, իրենց մի կողմ դնել ու գնալ դավաճան Նիկոլի հետ աշխատելու, ասելու հա դե ինչ անենք հիմա իշխանությունն ինքն է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում մարդկանց, ովքեր կարողանում են 3 նախագահներին եւ սրան դնել մի հարթության մեջ։ Ինձ համար դրանք անհամեմատելի բաներ են եւ անթույլատրելի համեմատություն է։ Եթե հարցից շեղվեցի, ինձ հետ բերեք։ Այնուամենայնիվ նախընտրական աժոտաժը մանավանդ տարեսկզբից սկսած այն ավելի մեծ թափ է առել եւ օրորի բոլոր կուսակցությունները դրանով են զբաղված։ Չունեք որպես քաղաքական գործիչ ձեր մեջ, ես չասեմ նախանձ, բայց որևէ մրցակցության զգացողություն չի զարթնում, որ դուք էլ սկսեք։ Չէ՞ որ իշխանության եք եղել 10 տարի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետական կուսակցությունը, դրանից ավելի առաջ էլ կոալիցիայի կազմում, բայց հիմնական ձայները տարած իշխանության հիմնական մաս կազմող Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւ հիմա դուք մտածում եք մասնակցեք թե ոչ։ Սերժ Սարգսյանը իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ իշխանությունը իր համար գերնպատակ չի եղել, իր համար գերնպատակը Հայաստանի ու Արցախի ճակատագիրն է, Հայաստանի ու Արցախի գոյությունը, մենք այդ նույն տրամաբանությամբ էլ առաջ ենք գնում, դուք ասացիք նախընտրական եւ ընտրական աժոտաժ է, ես վստահ եմ, որ Նիկոլի ստեղծած օրակարգի մեջ են շարժվում են մարդիկ, ովքեր իր հետ եւ իր ազդարարած ժամանակահատվածից սկսել են այդ նախընտրական աժոտաժը։ Իսկ միգուցե Նիկոլը հենց դա էլ ուզում է, որ մենք ամեն ինչ թողնենք։ Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ սկսեց, ավելի վաղ սկսել էին այլ ուժեր։ Նիկոլ Փաշինյանը այն պահից, երբ որ երկրի նախագահը, որը ըստ էության ոչ մի նախագահական լիազորության եւ ֆունկցիայի մեջ չի բացի Նիկոլին ծառայելուց, երբ իր պաշտոնի այլ անձնագիր են տվել ընտրվելուց, հենց այդ ինքը հայտարարեց այն մասին, որ
նշանակեց ավելի ճիշտ ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը ինձ համար ավելի շուտ ընդ որում, քան սովորաբար իրականացվում է, ինձ համար ակնհայտ էր, որ Նիկոլի համար ցանկալի օրակարգը ընտրական եւ նախընտրական ձեր օգտագործած բառով ասեմ աժոտաժ ստեղծելն է։ Այն դեպքում, եւ նորից եմ կրկնում, կար 3 ամիս ոչ թե ընտրություններին մասնակցելու մասին հայտարարելու, այլ ընտրություններին չհասնելու եւ Նիկոլին մինչեւ ընտրությունները ցանկացած հնարավոր ձևով սահմանադրական կարգով նախատեսված մեխանիզմներով վռնդելու համար։ Ինչու ընդդիմությունը իր միասնականության մեջ որպես տենց ընդհանրական գաղափար, չնայած ես արդեն խիստ կասկածներ ունեմ այդ ընդդիմություն ասածը ովքեր են, ինչու չգնաց այդ ճանապարհով եւ ինչու Նիկոլի հետ նստեց ավտոբուս եւ չգիտեմ Փառք Աստծո դեռ պերաշկի ուտելու տեսարաններ չենք տեսել մնացածներից, բայց էությունը կայանում է նրանում, որ այո, Նիկոլին հարմար է լինելու Վահագն Հովակիմյանը մի կողմից, Վահագն Խաչատուրյանը մի կողմից եւ ինքն էլ երրորդ կողմից կեղծելու այդ ընտրությունները։ Դե ձեր ժամանակ ձեր իշխանության ժամանակ էլ ասում էին Տիգրան Մուկուչյանը այս կողմից Տիգրան Մուկուչյանը մնաց եւ Նիկոլի հետ սկսեց աշխատել եւ շարունակեց Նիկոլի հետ իրականացնել իր գործունեությունը։ Տիգրան Մուկուչյանին Տիգրան Մուկուչյանին կեղծիքների մեջ մեղադրում էր Նիկոլը ուներ դատախազական հպատակեցված համակարգ, քննչական հպատակեցված համակարգ եւ հակակոռուպցիոն հպատակեցված համակարգ, թող պատժեր Տիգրան Մուկուչյանին, եթե կեղծիքներ է արել, ել չեմ ասում, որ մինչեւ իր ժամկետի ավարտը Տիգրան Մուկուչյանը աշխատել է Նիկոլի հետ, դառնալով նիկոլական պաշտոնյա, հետեւաբար պահանջը ինձնից չեմ կարողանում հասկանալ որտեղ է։ Պահանջը ձեզնից չի, դուք հիշում եք գործող նախագահին, ես էլ հիշեցի Մուկուչյանին, որովհետև նա բավականին սիմվոլ էր դարձել, այսպես ասած, բայց վերջի տարիներին ես շատ լավ եմ հիշում, նաև ասում էին, որ կեղծիկը արդեն ԿՀ-ում չի լինում, կեղծիկը վերջի տարիներին նկատի ունեմ հանրապետական իշխանության վերջի տարիներին դրսերում է լինում։ Այդ ամենը ասում է Նիկոլ Փաշինյանը, ինքը հիմա ունի բացարձակ իշխանություն, չէ, ինքն էր ամենակարկառուն ընդդիմադիրը եւ ինքն էր ազգային ժողովում անդադար տարբեր տեսակի արատավոր երևույթներից խոսում, հիմա կամ այդ արատավոր երևույթները այն ինքը շատ էր սիրում, չէ, ձևակերպել, օդում կախված էին միայն նրա համար, որ ինքը կարողանար երկրում իշխանություն զավթել, այսինքն այդ ատելությունը ստի օգնությամբ գեներացնում էր գործող իշխանության շուրջը, որպեսզի կարողանար անել այն, ինչ որ արեց 2018 թվականին օտար երկրների հատուկ ծառայությունների օգնությամբ, դա իմ անձնական համոզմունքն է, իսկ ինչ վերաբերվում է արդեն կեղծել են թե չեն կեղծել, հիմա այս 10 տարիների ընթացքում արդեն գրեթե 10 տարի, 8 տարի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այն որ ինքը մնացել է բոլոր այդ համակարգերի ղեկավարների հետ աշխատելու, դա խոսում է իր մասին եւ ոչ թե մեր։ Շատ լավ, ես էլի հարցեր տամ 1-2, եթե կարողանանք զսպել առանց Նիկոլի փորձեք պատասխանել, որովհետեւ հենց հանրապետականին ձեր գործունեությանն է վերաբերում։ Տեսեք, շատ ուժեր, հիմնական ուժեր ընդդիմադիր դաշտում բանակցում են դաշինքներ կազմելու կամ եթե անգամ դաշինք չեն կազմում, ինչ որ մի կուսակցությամբ ցուցակով հանդես գալու, որպեսզի դաշինքի համար այդ պահանջվող 8%-անոց ՇՄ հաղթահարելու խնդիր չունենան։ Հանրապետական այնուամենայնիվ նման քննարկումներ անում է, մինչև որոշում կկայացնի։ Ըստ նման քննարկումներն էլ երևի կամ ձեռք բերած պայմանավորվածություններն էլ կնպաստեն ընտրությունների մասնակցել չմասնակցել։ Դուք ինձ հիմա էլի կմեղադրեք Նիկոլի անունը տալու մեջ, բայց ես այդ մեղադրանքը ուզում եմ լսել, որովհետև չեմ կարող չպատասխանել։ Եթե մարդիկ մտածում են ընտրական շեմը հաղթահարելու, ավելի շատ մանդատ ունենալու մասին, մենք մտածում ենք Նիկոլի չլինելու մասին։ Ընդ որում մենք այնքան սովոր ենք այս իրավիճակին։ Եթե 2018 թվականից սկսած էլի նույն իրավիճակն էր, որևէ մեկը չէր հայտարարում, որ ինքը Նիկոլին ընդդիմությունը հասկանում եք, բոլորը տեղավորվել էին ձեր ասած ընտրական ցուցակների, նախընտրական կոալիցիաների մեջ։ Հիշում եք այդ հայտնի բանավեճը, ում հարցնում էր ընդդիմադիրը, չէ, մենք այլընտրանք ենք, մենք այլընտրանքային ուժ ենք, մենակ հանրապետականն էր կանգնած մնացել, առանց Նիկոլի անունը տալու։ Հանրապետականը նույն տրամաբանության մեջ է 2018 թվականից սկսած։ Չեմ տալիս Նիկոլի անունը, բայց ես հստակ ասում եմ, մեր նպատակը օրվա իշխանության հեռացումն է եւ ոչ թե կոալիցիոն հարմար ցուցակներում տեղավորվելը կամ 3-4 հանրապետականի առաջի տասնյակ կներեք բառիս համար խցկելը, որ կարողանանք մենք էլ ներկայացվածություն ունենալ այնտեղ։
Շատ լավ, իսկ քննարկումներ ինչի հանրապետականը չի փորձում անել, օրինակ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի գլխավորած նրա հետ կամ մյուսների հետ Ուժեղ Հայաստանի դեպքում օրինակ Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը երկար տարիներ եղել է հանրապետականի գործադիր մարմնի անդամ, հանրապետական խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, Սամվել Կարապետյանի դեպքում հիմա արդեն բարձրաձայնում են կամ հիշեցնում են, որ նա նախագահի կեցավայրն է, հա, թե աշխատավայրն է վերանորոգել բավականին մեծ գումարներով, այնուամենայնիվ որոշակի կապեր կա։ Ինչի չեք փորձում համագործակցել նրանց վարկանիշը բարձր է։ Շատ բարձր, որտեղ մենք որոշում չունենք մասնակցելու Նիկոլի կազմակերպած ընտրություններին։ Մենք քննարկում ենք հիմա բացառապես գործադիր մարմնի անդամների եւ հանրապետական կուսակցության անդամների շրջանում։ Մեր քննարկումը մեր կուսակցության ներսում է։ Դեռևս մասնակցել չմասնակցելու դրա նպատակահարմարության եւ այս ռեժիմից ազատվելու առավել օպտիմալ, առավել արդյունավետ ձևերի մասին։ Սրա շուրջ է քննարկումը մեր։ Սերժ Սարգսյանը օրինակ մտավախություն չունի պահը բաց թողելու, լավագույն պահը, որ կարողանա ձայներ ստանալ հետո, որ չմտածեն հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու եւ դիրքավորվեն ընդդիմադիր ձայները մյուս կուսակցությունների մոտ։ Սերժ Սարգսյանի մտավախությունը մշտապես եղել է մեր հայրենիքի անվտանգությունը եւ նույնիսկ իր հրաժարականի 2018 թվականին դրա մասին էր։ Չնայած որ կար ինչ-որ մեկը, Սասուն Միքայելյանը անուն ազգանունով, որ կանգնած ասում էր 2018-ին, որ չէ, սահմանում ոչինչ էլ չի կատարվում, այն ժամանակ, երբ որ առաջ խաղացում կար արդեն Նախիջևանի հատվածում եւ հանրապետական կուսակցությունը դրա մասին բարձրաձայնում էր, իրենք գալիս էին եւ ազգային ժողովում ժողովրդին խափում էին, թե նման ոչ մի մտավախություն չկա, բայց նույն հանրապետականի բոլոր գործողությունները եւ նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները միայն դրա մասին են, այդ մտահոգությունները փարատելու եւ այնպես անելու, որ Հայաստանը առավել քիչ վնասվի։ Տեսեք 5 տարին լրանում է այս ազգային ժողովին, նաև ձեր падգամավոր լինելուն 3-4 ամիս հետո կհիշեք այս 5 տարվա ընթացքում օրենսդրական կամ падգամավորական ինչ-որ մի հետաքրքիր եւ շատ կարեւոր գործ ձեր համար, որը կասեք, ահա 5 տարին անցավ, ես գոնե սա կարողացա անել։ Չեմ կարող, որովհետեւ ինձ համար այս ազգային ժողովը մեկ նպատակ է ունեցել՝ ծառայելու երաշխավորված ձայն Նիկոլին հեռացնելու դեմ, ցավում եմ, որ 4 տարի այնտեղ եմ եղել ու այդ հնարավորությունը չենք կարողացել իրացնել։ Ես այնտեղ օրենսդրական գործունեությամբ չեմ զբաղվել, գեթ 1 օրենսդրական նախաձեռնության հեղինակ կամ համահեղինակ չեմ եղել, գիտակցված ընտրությունն է դա իմ եղել, որովհետև ես համարում եմ, որ ուզում ես քրեական օրենսդրությունում, ուզում ես քաղաքացիական օրենսդրությունում, ցանկացած փոփոխություն, որի իրացումը վստահում ես Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալներին, չի կարող լինել հայանպաստ։ Հետևաբար ես այդ իմիտացիայի կամ աշխատանքի իմիտացիայի կողմնակից երբեք չեմ եղել ու հնարավորություն եմ ունեցել պարբերաբար այս թեմայով արտահայտվելու։ Ես գեթ 1 անգամ չեմ մասնակցել որևէ գործուղման, երբևէ որևէ հանդիպման չեմ մասնակցել ԿՊ-ականների հետ եւ անգամ ներողություն ես բառի համար, դրա հայերեն համարժեքը չգիտեմ, ինձ համար այդ մարդիկ նյեռուկապաժատնի են եւ մենք հնարավորություն պիտի չստեղծեինք ոչ թե 1-2 ընդդիմադիր падգամավորի մակարդակով, այլ 30 քանիսն ենք, այդ 30 քանիսով էլ պիտի ունենայինք այդ միանշանակ կեցվածքը։ Իմ խորին համոզմամբ զավթված ազգային ժողովում падգամավորական գործունեությունը դա ընդհանրապես իմիտացիա է։ Շատ լավ, բայց դատելով ձեր ողջ գործունեությունից ես փորձեցի ձեր մասին ինչ-որ տեղեկություն ստանալ նաև ձեր Facebook-յան էջից։ Այնտեղ կամ Նիկոլ Փաշինյանի քննադատություններ են, երբեմն նաև տպավորություն է ստեղծում, որ սոս քննադատություն չի, հայոյանք իհարկե ոչ այդ բառերով, բայց էությունը դրան էր մաղում, կամ քաղաքական որևէ միջոցառման մասնակցել են ազգային ժողովի նիստից Սերժ Սարգսյանի դատերը կամ ինչ-որ միջոցառում ելույթ ունենալ եւ այլն։ Դուք ուրիշ հոբի ունեք ձեր կյանքում, անձնական, որպես կին, որպես մարդ, Նիկոլ Փաշինյանին քննադատելուց զատ։ Իհարկե ունեմ, դուք ասացիք, որ Facebook-յան էջից եք միակ կարծիք կազմել, այդ Facebook-յան էջը, եթե այդ Facebook-յան էջը եթե մի քիչ շատ ավելի ներքև գնայիք, կտեսնեիք, որ 2018 թվականից է 2018 թվականից է սկսել որևէ կերպ ակտիվ գործունեությամբ զբաղվել կամ ակտիվ ինչ-որ 8 տարի առաջ։ Այո, պոստեր եմ արել այն ժամանակ, երբ որ ես ապրիլից հասկանում էի, որ չեմ ուզում, որ այս մարդը լինի իմ երկրի ղեկավարը ու հասկանում էի, որ նորմալ չի, երբ որ դագաղների, սև լենտերի եւ ծաղկեպսակների տակ փորձում են տեղավորել քաղաքականությունը։
Ինձ համար դա նորմալ չէ։ Դուք ասացիք որպես կին, ես այդ ուրիշ ինչ հոբի ունեք դուք։ Շատ հոբիներ ունեմ, բայց թույլ տվեք հիմա դրան չանդրադառնամ, որտեղ ես չեմ համարում, որ մենք այն իրականության մեջ ենք ապրում, որ մարդը, որ այսօր ունի ընդդիմադիր падգամավորի մանդատ, պիտի խոսի իր հոբիների մասին կամ ցուցադրի այդ հոբիները։ Ինձ համար դա անընկալելի է, որովհետև անձնական կին գործ չի, կին падգամավորի անձնական տիրույթը մենք փորձում ենք դա ներկայացնել, դա միգուցե իր փոքրիկ գլուման կարող է ունենալ, եթե դուք որոշեք ընտրություններին մասնակցել, մեր այս ներկայացումը կարող է ընթերցողի կամ ընտրողների մոտ միտք առաջացնի, որ տեսեք միայն քաղաքական գործունեությամբ չի զբաղվում եւ միայն անդուլ Նիկոլ Փաշինյանը չի գնահատում, որոշակի այլ հետաքրքիր նյուանսներ էլ ունի իր մեջ, ինչ համար կարելի է նաեւ ընտրել։ Այդ դեպքում թույլ տվեք ես ձեր ընձեռած հնարավորության համար շնորհակալություն հայտնեմ, բայց նաեւ թույլ տվեք այդ հնարավորությունից չօգտվեմ, որովհետեւ ես նորից եմ համարում, նորից եմ ուզում կրկնեմ, որ համարում եմ այս պահի դրությամբ դա մեզ համար տպավորություն է ստեղծելու, որ մեր երկրում ամեն ինչ այնքան նորմալ է եւ ընդդիմադիր падգամավորը կարող է նաեւ օրինակ Նիկոլին քննադատելուն զուգահեռ ինչ որ մի հոբի մասին կամ եթե ձիրք ունի նվագել կամ կինոթատրոն հաճախել։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանի գալուց հետո է Հայաստանում գիրք կարդալը դարձել մի բացառիկ երևույթ ու դրա մասին որ պետք է անդադար խոսել։ Հայաստանում մարդիկ միշտ էլ գիրք են կարդացել, ես էլ ունենալով իրավաբանական կրթություն եւ այդ կրթությունս հասցնելով մինչեւ գիտությունների տեխնատուի աստիճանի, կարծում եմ գոնե տեղ կասկած չի հարուցում ձեզ։ Չեմ կասկածում, բայց ես մտածում եմ հիմա գոնե դուք անում եք, թե միայն Նիկոլ Փաշինյանն է քննադատում։ Իրավաբանությամբ ակտիվ զբաղվում եմ, թե ոչ։ Այն կուլիսներում, իրավաբանությամբ չէ, կուլիսներում, ձեր անձնական կյանքի կուլիսներում կան հետաքրքիր դրվագներ, որոնք միայն Նիկոլով չեն պայմանավորված։ Իմ անձնական կյանքում Նիկոլը չկա, այո, անձնական կյանքում դրվագներ կան։ Իսկ ինչ վերաբերվում է այն իրականությանը, որը մեր շուրջը կա, ես իմ Facebook-յան էջում էլ երբևէ չեմ կեղծում այն, ես այնտեղ մշտապես արտահայտել եմ այն ինչ զգում եմ ու ես համարում եմ, որ այո, մեր երկրում հիմա բնականon կյանք չկա, ես իմ կյանքն էլ բնականon չեմ համարում 2018-ի ապրիլից սկսած, որովհետև իմ պետությունում ես այս պետության իրավագիտակից քաղաքացի եմ ինձ համարել եւ այդ ժամանակահատվածից ֆիքսել եմ, որ ինչ որ մի բան այն չէ եւ չեմ համակերպվում։ Այդ Facebook-յան էջը հենց դրա մասին է։ Ոչ թե ավելի շատ Նիկոլի մասին խոսելու, այլ նրա մասին, որ ես ուղղակի չեմ համակերպվում այս իրականության հետ։ Շատ լավ, դուք տանը լինում եք, ասենք, կենցաղային ինչ որ գործերով զբաղվեք, ճաշ եկած ժամանակ եք միայն Նիկոլի մասին մտածում, Նիկոլ Փաշինյանի։ Ճաշ շատ չեմ եփում, Փառք Աստծո մայրիկս ինձ չի ծանրաբեռնում, որ ասեմ շատ էլ սիրում եմ, շատ էլ չեմ սիրում տնային գործերով զբաղվել ըստ անհրաժեշտության։ Բայց շատ տխուր է։ Տիկին Մկրտչյան, ձեր կյանքը կարելի է դատել, որ բավականին տխուր է։ Ինչպես կարելի է քնել եւ զարթնել Նիկոլ Փաշինյանի մասին մտածելով։ Ես քնում եւ զարթնում եմ Հայաստանի ապագայի մասին մտածելով, որը իրականում շատ էգոիստական է։ Միգուցե ինքիմ ասենց շատ պաթոսային է հնչում, բայց այդ Հայաստանի ապագան իմ անձնական ապագայի մասին է նաև ձեր անձնական ապագայի բոլորիս յուրաքանչյուրս, երբ որ ասում ենք Հայաստանի ապագա, մենք պատկերացնում ենք նաև հենց մեր բարեկեցությունը, մեր բարօրությունը։ Եթե Նիկոլը ես պիտի ամեն օր զարթնեմ եւ մտածեմ, թե Նիկոլը որ հատվածից հանձնեց եւ ինչ հանձնեց, ինչ մնաց մեզ, այդ 300,000 մենք չենք չափազանցեցնում։ Նիկոլը 300,000 ադրբեջանցիների գալու մասին ծպտուն չի հանում, երբ որ Ալիևը ամեն 2 օրը մեկ դրա մասին է խոսում։ Դուք առաջարկում եք աչքերը փակել, ականջները փակել, Ալիևին չլսել, չտեսնել թե շուրջը ինչ է կատարվում։ Մեր զրույցի առաջին հարցը ձեր նրա մասին էր, որ մեր հարևան երկրում Իրանում այնպիսի իրավիճակ է, որ չգիտես թե դա տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ եւ ընդհանրապես Հայաստանի վրա ինչ անդրադարձ է ունենալու։ Այն ժամանակ, երբ որ Ալիևը, ես իրավաբան եմ, ուզում եմ զբաղվել իրավաբանությամբ, բայց Ալիևը ամեն 2 օրը մեկ որը միջազգային մամուլից մինչև տեղական իր մամուլ հայտարարում է, որ Հայաստանի հայկական սահմանադրությունը պետք է փոխվի։ Օրինակ ոնց պիտի Հայաստանում լինի իրավաբան, ես չեմ էլ պատկերացնում, որ մարդ լինի մասնագիտությամբ իրավաբան, իրավագետ, որը չի անհանգստանում այդ հարցով։ Այսինքն մեր սովորած իրավաբանությունը եւ մեր իրականացրած գործունեությունը իրավական էլի պիտի Ալիևի կողմից Գիտեք, որ մինչև 44-օրյա պատերազմը 20 թվականի իշխանությունները նախաձեռնել էին սահմանադրական փոփոխությունները, գործընթաց էին նախաձեռնել եւ մինչև կոവിഡ്ը եւ կոവിഡ്ով դա ընդհատվեց, հետո իհարկե կանգնվեց գործունեությունը։
կամ քննարկումները սահմանադրական փոփոխությունների շուրջ, այսինքն այնքան էլ միանշանակ չի ասել, թե Ալիևի միանշանակ է, որովհետև ներողություն ընդհատելու համար ուղղակի հարցամբությամբ հասկացա, հա, բայց այն ժամանակ ինչ սահմանադրական փոփոխությունների մասին էր խոսքը, դուք ուզում եք տպավորություն ստեղծել, որ այդ նույն ծավալի փոփոխություններ էր, ես հիշեցնեմ, այդ սահմանադրական փոփոխությունները, որի ժամանակ Նիկոլը կոവിഡ്ի ժամանակ անգամ գնում էր քարոզարշավ իրականացնելու, անցումային դրույթների փոփոխության մասին էր, հիշեցնեմ, սահմանադրական դատարանի դատավորներին եւ սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնից հեռացնելու մասին էր, այնտեղ խոսք չկար, այնտեղ խոսք ոչ, ես նախագծի մասին եմ խոսում, նախագծի վերաբերյալ հանրաքվեի մասին, իրանք ասում էին նաեւ սպասվում է մեծ փոփոխություններ սահմանադրական, նման որևէ հայտարարություն Նիկոլի կողմից չի եղել, ավելին եղել է այն, որ ինքը անգամ խորհրդարանական կառավարման ձևը չի ուզում փոխել եւ այն նախագիծը, որը դրված էր, որի համար ինքը քարոզարշավ էր իրականացնում, եղել է սահմանադրական դատարանի նախագահին եւ սահմանադրական դատարանի դատավորներին աշխատանքից հանելու մասին։ Ինքը երբեք չէր խոսում նրա մասին, որ սահմանադրության նախաբանը կամ եւ ընդհակառակը արդեն շեշտեցի կառավարման ձևն էլ հայտարարեց, որ փոփոխման ենթակա չէ։ Այսօր իր նախարարը այդ նույն ժամանակահատվածում է եղել։ Այսօր իր նախարարը այդ արդարացան նախարարության փոխնախարարները խոսում են նրա մասին, որ սահմանադրության նախաբանը պիտի փոխվի, իսկ նախաբանը իրենից որևէ իրավական դրույթ չի ենթադրում, դա մեր համազգային նպատակների եւ պետության առաջ դրած նպատակների ու խնդիրների լուծման վերաբերյալ շարադրանք է։ Հետևաբար ասել, որ գիտեք ինչ մինչև էտել էր ուզում անել, դա ուղղակի կեղծիք է, որտեղ կարելի է բացել այն սահմանադրության եւ այն սահմանադրական փոփոխությունները, որը ինքը քարոզում էր կոവിഡ്ից առաջ եւ կոവിഡ്ի ընթացքում, եւ այն ինչի մասին հիմա խոսում են իրենք շատ բաց։ Ալիևին մի կողմ թողեք, հիմա Նիկոլի արդարացան նախարարը ինչ է ասում է, որ հռչակագրի հղումը պիտի հանվի, նախաբանի վերաբերյալ քննարկումներ կան եւ իրենք խոսում են ընդհանրապես նոր սահմանադրության մասին, ինչը դրանից առաջ 44 օրյա պատերազմից առաջ չի եղել եւ պետք չի մանիպուլացնել։ Եվս մի անձնական հարց, Տիկին Մկրտչյան, դուք մտածում եք երբևէ, որ այսպես անձնուրաց քաղաքականության մեջ գտնվելով կամ Նիկոլ Փաշինյանին քննադատելով կարող է դուք կորցնեք ձեր, այսպես ասած, անձնականի եւ Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքականության սահմանը։ Այն ինչ որ քոնն է, չեմ կարծում որ պիտի կորցնես, այն ինչ որ քոնը չէ, այսպես թե այնպես մի օր հեռանալու է, հետեւաբար չեմ կարծում։ Մի օր հեռանալու է։ Այն ինչ որ իմը չէ, այսպես թե այնպես պիտի հեռանար կամ կհեռանա։ Այն ինչ որ իմն է, թե անձնական, թե գործնականում, միանշանակ ինձ հետ մնալու է, ես կարծում եմ։ Դուք ասիք անձնուրաց քաղաքականությամբ եք զբաղվում, ես այնքան էլ չեմ համարում, որ ես քաղաքական գործիչ եմ, հետեւաբար ես ինձ ավելի շատ տեսնում եմ այն քաղաքացիական դիրքորոշման մեջ, հստակ դիրքորոշման մեջ, որը ես ունեմ, ու կարծում եմ այս իհարկե դուք ինձ վերջին 4-5 տարիների ընթացքում որպես падգամավոր եք ճանաչում, բայց ես դրանից առաջ էլ հնարավորություն ունեցել եմ իմ այդտեղ շատ քիչ էր, այդտեղ ոչ մի բան չեմ հասցրել անեմ, հնարավորություն եմ ունեցել իմ սկզբունքայնությունը ցույց տալու։ Ես ազգային ժողովում աշխատակազմում իմ մասնագիտական աշխատանքով էի զբաղվում եւ ես այո, եւ իմ միակ խնդրանքը ազգային ժողովի աշխատակազմից, այսինքն ղեկավարությունից եղել է այն, որ իրենք ինձ աշխատանքից, այսինքն ես եմ դիմում գրել աշխատանքից դուրս եկել, որ Նիկոլի հետ գեթ 1 օր, այսինքն Նիկոլի բերած իրենց բնորոշման բուսապարկերի հետ չաշխատեմ։ Ես այն ժամանակ ոչ ունեի հանրապետականում ակտիվ դերակատարություն, ոչ քաղաքական վերնախավի կամ քաղաքական առաջնորդության ներկայացուցիչ էի հանդիսանում այդ ժամանակահատվածում։ Ես ունեմ սկզբունքներ ու այդ սկզբունքներով փորձում եմ ապրել։ Նաև երբեմն կարծիք կա, շատ թե քիչ եմ իհարկե հանդիպել կամ նաև տպավորություն կարող է լինել, որ ձեր այս բավականին բուրըն բացական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ձեր ընտանիքի նկատմամբ, ձեր հորի նկատմամբ կան քրեական գործեր կապված իր պաշտոնավարման որպես գյուղապետ, Քասախի գյուղապետ եղած, ինչ որ չարաշահումների եւ այլնի մասին դատական գործերով։ Նախ առաջինը այդ նույն դատական գործերով արդեն կան արդարացման դատական ակտեր, մենք այդ իմաստով ավարտել ենք մեր պայքարը, իսկ ինչ վերաբերվում է իմ պայքարին, ապա այն ուղիղ հակառակն է տեղի ունեցել, իմ պայքարի արդյունքում է։ Սկսվում, եթե չեմ սխալվում, իրավապահ մարմինների նոր գործեր, հա, ես նկատեցի, որ հունվարին ինչ որ նոր դատական
Չգիտեմ ինչ եք նկատել կամ insider ինֆորմացիա ունեք, որը խնդրում եմ ինձ հետ կիսվել, այն քրեական գործերը, որոնք առաջադրված են եղել, որոնք իրականում պայմանավորված են եղել միայն իմ ակտիվությամբ, որտեղ դուք կարող եք քրեական գործի հարուցման ամսաթիվը անգամ տեսնել, այն հարուցվել է այն պահից հետո, երբ ես Նիկոլին ազգային ժողովում ասել եմ, որ դու դավաճան ես եւ դու իրավունք չունես Հայաստանում իշխանություն լինելու, ուղիղ դրանից 1 ամիս հետո սկսվել է այդ քրեական հետապնդումը։ Ես ձեր թույլտվությամբ իմ Facebook-յան էջն էլ ուսումնասիրել եք, կարծում պիտի տեսած լինեիք, որ 2018-ից եմ սկսել այդ պայքարը Նիկոլի դեմ, այն ժամանակ որևէ հետապնդում չկար, ընդհակառակը նույնիսկ հայրս բազմաթիվ ԿՊԵ-ականների կողմից առաջարկներ է ստացելու, ոնց են իրանք այն ժամանակ ձևակերպում, քայլ անի եւ միանա իրենց։ Հետևաբար մենք բոլոր հնարավորությունները ունենք լինելու ոչ թե այս կողմում հալածվողների, քաղաքական բանտարկյալների շարքերում, այլ լինեինք ընդհակառակը այն հատվածում, որտեղ այսօր ապահովությունն է, փողն է, իշխանությունն է, բայց մենք դա չենք արել, արդարացման մասն էլ խոսեցի արդեն։ Շատ լավ, եթե որոշի հանրապետական կուսակցությունը չմասնակցել ընտրություններին կամ մասնակցի եւ չկարողանա անցնել ազգային ժողով, ինչ եք անելու դուք։ Շարունակելու եմ այն քաղաքացիական դիրքորոշումը եւ այն քաղաքական աշխատանքը, որը իրականացրել եմ։ Ես 18 թվականին մտքից ծայրով անգամ չէի կարող անցկացնել, որ ազգային ժողովի падգամավոր եմ դառնալու կամ երբ որ հայրենիքի փրկության շարժման ժամանակ միջանկյալ հարց հետո շարունակենք։ Ամեն դեպքում ձեր հանրապետական ցուցակի 21 թվականի առաջին կնոջ համար նախատեսված առաջին հորիզոնականը զբաղեցնելը բավականին զարմանալի էր այն առումով, որ հանրապետական կուսակցությունը ուներ բազում պայքարի բովով անցած հայտնի կանայք եւ դուք այդ առումով պակաս փորձառու եք։ Այո, ես ամբողջությամբ ձեզ հետ համաձայն եմ, ինձ համար դա շատ մեծ պատասխանատվություն է եղել, շատ մեծ ավանս է եղել տրված հանրապետական կուսակցության եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, ես մշտապես դրա համար շնորհակալ եմ, ինձ համար ունենալ գործընկերներ, ովքեր իրականում անցել են դժոխքի միջով, շատ դժվար պահեր են ունեցել, ստանալ նաև իրենց սատարումը ու միասին փորձել հաղթահարել։ Ես կարծում եմ մենք հանրապետական կուսակցությունը պատիվ ունեմ խմբակցության մեջ ունեցած իր դերակատարմամբ, այսինքն ցուցակի այն հատվածը, որը ձևավորել ենք մենք որպես հանրապետականներ, պատվով ենք տարել այս պատիժը միևնույն ժամանակ ու պատասխանատվությունը։ Շատ լավ, ինչ եք անելու, եթե падգամավոր չլինեք։ Շարունակելու եմ նույն գործունեությունը, որովհետև կիսատ մնաց միտքս 2018 թվականին մտքից ծայրով էլ չէր անցնում, որ ես պիտի падգամավոր դառնամ կամ հայրենիքի փրկության շարժման ժամանակ, երբ որ անդադար ես փողոցային պայքարի մասնակից էի, այդ ժամանակ էլ մտքից ծայրով չէի կարող անցկացնել այդ հնարավոր падգամավորությունը։ Աստված չանի, որ Նիկոլը մնա իշխանություն, ոչ թե նրա համար, որ իմ քաղաքական տեղը կքչանա կամ հանրապետականի քաղաքական տեղն է այս պահի դրությամբ անորոշ, այլ ակնհայտ է, որ մենք միգուցե եւ չգիտենք Նիկոլի ծրագրերը ամբողջական իմաստով, թե ինչ է ինքը պատրաստել Հայաստանի համար, բայց մենք գիտենք Նիկոլի բովանդակությունը։ Հակահայ, կներեք իր ասած բառերն են, տարբեր երկրներում հայտնվելու այդ մայրաքաղաքներում արկա պաշտոնյաների կոշիկները լիզող, ես այդպիսի Հայաստան չեմ ուզում, ես այդպիսի Հայաստանի քաղաքացի լինել չեմ ուզում։ Իսկ եթե գործող իշխանությունները չլինեն հաջորդ իշխանությունը, ինչ եք անելու։ Շարունակելու իմ մասնագիտական աշխատանքը։ Էլ Նիկոլ Փաշինյանին չեք քննադատելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը ստանա իր քաղաքական եւ իրավական պատասխանատվության բաժինը, ես կհամարեմ, որ այդ էջը փակված է։ Իսկ եթե ինքը պիտի գնա առանց այդ պատասխանատվության, ես պայքարել եմ այնքան ժամանակ, մինչեւ իր պատասխանատվությունը վրա հասնի։ Շնորհակալություն, Տիկին Մկրտչյան։ Հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ Ամենք Պլյուսի տաղավարում էր ազգային ժողովի պատին բունեմ խմբակցության падգամավոր եւ հանրապետական կուսակցության անդամ Աննա Մկրտչյանը։